Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք Իրանում ձևավորված իրավիճակը։ Կարծում եմ, որ շատ կարևոր է նորից անդրադառնանք Իրանին եւ ձեր հետ միասին պարզենք, թե ինչ է տեղի ունենում Իրանում, Իրանի շուրջ, որովհետեւ մենք ձեր հետ տեսնում ենք, որ այս թեման ուշադրության կենտրոնից հիմա դուրս է եկել եւ ակնհայտ է, որ ուշադրությունի անհրաժեշտություն կա այս ուղղությունով եւ կա տարբեր հարցեր, որոնք դեռ օրակարգում են։ Արդյոք Իրանի թեման ավարտված է, թե ինչ է տեղի ունենում, ինչու միանգամից այսպես շեղվեց միջազգային ուշադրությունը Իրանից, ներսում ինչպիսի իրավիճակ է, ինչ զարգացումներ սպասել եւ արդյոք հավանական է այդ հարվածները, որի մասին մենք խոսում էինք, որտեղ են Միացյալ Նահանգների զորքերը եւ ինչ է տեղի ունենում։ Այս ամենը շատ կարեւոր է եւ այսօր ձեր հետ միասին մենք այս բոլոր թեմաները մանրամասն կքննարկենք։ Առաջի հերթին ես ուզում եմ ձեզ կոչ անեմ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դրեք զանգակը, բաժանորդագրվեք, գրեք ձեր մեկնաբանությունները, ինչպես նաեւ դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Դե ինչ, անցնենք այս թեմային եւ հիշում եք, որ տարին սկսվեց հենց Իրանի շուրջ ուշադրությունով։ Զուգահեռ ուշադրությունը տրամադրում էինք մենք Վենեսուելային զարգացումներին, բայց Իրանը, Իրանի ցույցերը, նույնիսկ տարին ավարտվելու ժամանակ Իրանի ցույցերը շատ մեծ դեր ունեին, արդեն դեկտեմբերի 30-ին, 31-ին ցույցեր էին տեղի ունենում։ Դեկտեմբերի վերջում տեղի ունեցավ այդ կտրուկ արժեզրկումը իրանական ռիալի, մոտավորապես 96%-անոց արժեզրկումը իրանական դրամի, դրամաժույթի, որը ստեղծեց այս առաջի ցույցերի պատճառը եւ հիմք դրեց ցույցերին հենց Թեհրանում, մայրաքաղաքում։ Ըստ Security Council Report պարբերականի առաջի ցույցերը հենց ուղղված էին այդ գնաճի, աշխատատեղերի բացակայության, ցածր աշխատավարձերի, այսինքն տնտեսական առումով, բայց հիշում եք, որ հետո այս ամեն ինչը շարունակվեց եւ անցավ դեպի հենց արդեն քաղաքական պահանջներ։ Պետք է նշել, որ իրանական ուժերը սկզբից չէին ագրեսիվ ուժ կիրառում, որովհետև տնտեսական պայքարի իրավիճակում իրանք էլ էին հասկանում, որ դա տրամաբանական է, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել։ Բայց արդեն նրանից հետո, երբ ցույցերը դառան ավելի ակտիվ եւ ինչ-ինչ տեղերում ապստամբությունին նմանվեցին, ուրեմն մենք տեսանք, որ իշխանությունները հունվարի 8-ից սահմանափակումներ են կիրառել, ինչ-ինչ հատվածներում օրվա, խոսքին երեկոյան ժամերին փողոց դուրս գալը սահմանափակել են եւ հունվարի 8-ից ամբողջությամբ սահմանափակել են ինտերնետը, այսինքն համացանց ելքը եւ 12 օր է արդեն մոտավորապես Իրանը առանց ինտերնետի ապրում։ Amnesty International-ի շատ կարևոր միջազգային կառույցի տվյալներով հունվարի 14-ի դրությամբ արդեն իշխանությունները կիրառում էին հրաձգային զենք եւ ոչ զինված ցուցարարներին նաեւ սպանում էին եւ այդպիսի ձևաչափով, այսինքն զենք կիրառելով էին փորձում տապալել եւ ցրել այդ ցույցերը։ Վերջի տվյալներով մահացածների, ուրեմն նույն Amnesty International-ը ասում է, որ 2000-ից մինչև 20,000 մահացած, սպանված, այսինքն կա այս փուլում հստակ արդեն իրանական կազմակերպությունը տեղի հայտարարում է 2403 սպանվածի մասին, որոնցից 147-ը ուրեմն իշխանական ներկայացուցիչներ են, մնացածը ցույցերի ներկայացուցիչներ եւ 12 երեխա։ Ընդհանուր առումով ուրեմն 2571, բայց այս տվյալները բավականին հին են կարելի ասել, որովհետև հունվարի 14-ի դրությամբ են, այսինքն 6 օր առաջ։ Նոր տեղեկատվություններ հստակ թվերի մասին չկա, որովհետև ինտերնետը եւ հեռախոսների նաեւ կապը սահմանափակ է, ուստի այդպիսի տեղեկատվություններ չենք ստանում։ Amnesty International-ը, որը դրսից է գործում,
կարելի է ասել, որ հստակ տեղեկատվություն նաև չունի, բայց խոսում է մոտավորապես 2000-ից մինչև 20,000 մահացածների մասին եւ ասում է, որ բազմաթիվ վայրեր կան, որտեղ որ զոհվածների մարմինները իրար վրա են դրած, այդքան շատ են այդ մարմինները։ Եվ այդպիսի տեսահոլովակներ մենք մեկ-մեկ տեսնում ենք, որովհետև Իրանում չնայած ինտերնետի սահմանափակումների կա Starlink-ներ, որի միջոցով հնարավոր է հազվադեպ եւ ինչ-ինչ հատվածներում պետության, բայց կապ հաստատել համացանցի հետ եւ ուրեմն ուղարկել այդ տեսահոլովակները եւ այլն դեպի միջազգային այդ կառույցներ եւ այլն։ Պետք է ասել, որ BBC տվյալներով մոտավորապես խոսք էր գնում ուրեմն նաև 2400 մահացածի մասին, բայց այս տվյալները 5 օր առաջվա տվյալներ են նաև եւ կարելի է ասել, որ առնվազն 2-3 հազար մարդ հաստատ մահացել է այս գործընթացում, հաստատված է դա, բայց բավականին հավանական է, որ 12-15 կամ մինչև 20,000 մարդ է սպանվել, ուրեմն այն տվյալներով, որով դեռ հաստատված չեն, որովհետև իրավիճակը մնում է շատ ծանր այդ ուղղությունով, հաստատված ուղղությամբ։ Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ, այսինքն հունվարի 20-ի դրությամբ, մի քանի օր է արդեն կարելի է ասել, որ Թեհրանում արդեն ակտիվորեն չեն տեղի ունենում այս ցույցերը, այսինքն հստակ կարելի ասել, որ Միացյալ Նահանգների կողմից այն ռազմական օպերացիան, որի մասին մենք ձեր հետ միասին խոսում ենք, չեղարկելը այն կոնկրետ պահին, եւ դա հենց այդ մոտավորապես մի շաբաթ առաջ տեղի ունեցավ, իհարկե մեծ ազդեցություն ունեցավ ընդհանուր առումով այս ցույցերի տրամաբանության վրա, որովհետև Միացյալ Նահանգները խոստացել էին, որ եւ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ օգնությունը ճանապարհին է եւ ցուցարարները ինչ որ առումով ակնկալում էին այդ օգնությունը, բայց ըստ տարբեր տվյալների վերջի պահին, հենց վերջի պահին, որովհետև ես անձամբ նաև հետևում եի, ինչպես տարբեր Միացյալ Նահանգների զինված ուժերի հնարավորությունները օդ էին բարձրացվել հենց ամեն այդ սուր ժամանակահատվածում եւ արդեն խոսք էր գնում հարվածի մասին եւ Միացյալ Նահանգները հաստատեցին, որ այդ ժամանակ պատրաստվում են հարվածի, բայց վերջի պահին չեղարկել են այդ հարվածը։ Մենք ձեր հետ միասին այսօր կխոսենք նաև թե ինչու են չեղարկել։ Եվ արդյոք այդ չեղարկելը ժամանակավոր է, թե ընդմիշտ, այսինքն դա շատ կարևոր է պարզել։ Բացի դրանից շատ կարևոր է նաև արձանագրեմ վերջի հնարավորությունները, որի միջոցով Իրանի իշխանությունները վերահսկում են ուրեմն ցույցերը, եւ դա դրոներն են։ Այո, դրոնների միջոցով իրանք քաղաքներում վերահսկում են, որտեղ են ցուցարարները հավաքվում եւ կիրառում են նույնիսկ դրոնները այդ ցուցարարներին սպանելու նպատակով։ Այսինքն դրոնները դարել են այս իրանական իշխանության համար այսպիսի հնարավորություն վերահսկել ցույցերը։ Պատերազմի հետազոտության ինստիտուտի վերլուծությունը, որը շատ կարևոր միջազգային կառույց է եւ շատ բովանդակալից տվյալներ ունի տարբեր հակամարտությունների մասին, այդ թվում իրանական, ինչպես նաեւ խոսքի նույն ուկրաինական եւ ուրիշ, ուրեմն այս գործողությունները, որը շատ խիստ են տեղի ունեցել եւ ագրեսիվ իշխանությունների ներկայացուցիչների կողմից փաստացի բերել են նրան, որ ծավալը ցույցերի լրջագույն նվազում է արձանագրվեց ավալու։ Հունվարի 15-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց նիստ տեղի ունեցավ Իրանի շուրջ Միացյալ Նահանգների պահանջով, դիվանագետները այդտեղ ներկայացրեցին, որ ուրեմն սա լրջագույն խնդիր ստեղծեց արդեն իշխանությունների համար Իրանի, որոնք 1979 թվականից գտնվում են իշխանությունում եւ մասնակիցները անվտանգության խորհրդի քննադատեցին ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ եւ պահանջեցին, որ խաղաղ ցուցարարների իրավունքները լինի պաշտպանված։ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Ջուժարիկը նաև հայտարարել է, որ ինքը ապշած է նրանով, թե ինչ ծավալի
ուրեմն ուժ է կիրառվել ցուցարարների դեմ եւ այդքան սպանվածների մասին եւ զուգահեռ դրա, որ կոչ է անում Իրանը վերականգնի ինտերնետի հասանելիությունը եւ դա շատ կարեւոր բաղադրիչ ունի ուրեմն մարդկանց անվտանգության համար եւ առհասարակ մենք որ իմանանք իրականում ինչպիսի պատկեր է այս պահին Իրանում։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը շարունակում են իրենց քաղաքական ճնշումները այդ ուղղությունով։ Հիշեցնեմ, որ հունվարի 2-ին էլ երբ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ նաեւ սպառնաց, որ կարան ներխուժել, եթե Իրանը բացահայտ սպանի խաղաղցուցարարներին եւ Միացյալ Նահանգները գքան եւ կօգնեն իրանց։ Հունվարի 12-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ դիվանագիտությունը մնում է ամենակարևոր ուղին, բայց հարվածները իրանական ռեժիմի դեմ մնում է օրակարգում այդ հնարավորությունը եւ հունվարի 12-ին նաեւ Միացյալ Նահանգները կիրառել են 25%-անոց տարիֆներ, ուրեմն այն իմպորտի վրա, ուրեմն այն պետությունների, որոնք առևտուր են անում Իրանի հետ, ինչը իրականում խնդիր է նաև Հայաստանի համար։ Բայց դա երկկողմ բանակցությունների հետևանքով կարելի է լուծել։ Հուսով եմ Հայաստանի իշխանությունները այդ հարցով զբաղվում են, հատկապես երբ իմացանք, որ Դոնալդ Թրամփը այսօր հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու ուղղությամբ այդտեղ ներգրավելու նպատակով։ Բացի դրանից Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության եւ Գերմանիայի առաջնորդները համատեղ հայտարարություն էին արել եւ պահանջել էին, որ իշխանությունները ավարտեն սպանությունները քաղաքացիների։ Զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ Amnesty International-ը նաև պահանջել է, որ կառույցները միջազգային այս թեմայի շուրջ ակտիվացնեն։ Եվ մենք նաև ձեր հետ միասին պետք է արձանագրենք, որ իրանական իշխանությունները մեղադրում են մինչև հիմա էլ Ամերիկային եւ Իսրայելին այս գործողությունների ծավալի մեջ։ Reuters-ը նաև հայտարարել էր, որ իշխանությունները բոլոր սպանվածներին հայտարարում են ահաբեկիչ, այսինքն terrorist, իսկ զոհված զինվորներին, ապա զինծառայողներին terrorist-ների, ահաբեկիչների զոհ եւ բարձր պաշտոնյաները Իսլամական Հանրապետության նաև հայտարարում են, որ պատրաստ են պաշտպանել իրենց սեփական սուվերենությունը։ Պետք է ասեմ, որ արտաքին գործերի նախարար Իրանի Աբբաս Արաքչին նաև քննարկել է այս իրավիճակը Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ եւ մեղադրել է իրանց արտաքին միջամտության մեջ եւ հայտարարել է, որ այս ցույցերը հիմա կանխվել են ժողովրդի եւ իրավապահ մարմինների միասնական գործողությունների հետևանքով։ Եվ Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմել է նամակով, որտեղ որ ասել է, որ Միացյալ Նահանգներն են ուրեմն խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Բայց այս ամենը նրա համար է ես ներկայացնում ձեզ հարգելի հայրենակիցներ, որ մենք հիմա գանք այսօրվա իրավիճակին եւ քննարկենք, թե հիմա ինչ է տեղի ունենում։ Միջև այդ ասեմ ձեզ, որ ամենակարևոր հարցերից մեկը այն է, թե ինչու հարվածը չհասցրեց Միացյալ Նահանգները։ Եվ դրա պատճառները իմ պատկերացումով հստակ են, որովհետև նույն տարբեր հետախուզական բաց աղբյուրները դրա մասին խոսում են եւ ես նաեւ դա իհարկե նաեւ ընկալում էի, որ այդպիսի խնդիր կարա ձևավորվի, դա վերաբերվում է Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ծավալին Մերձավոր Արևելքի շրջանում։ Հստակորեն այդ հարցը կար, որովհետև Միացյալ Նահանգները չնայած նրա, որ ունեն ռազմակայաններ այդտեղ Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում եւ Բահրեյնում նաև ներկա են, Իորդանիայում նաև ունեն ռազմակայան, Իրաքում նաև, ապա կարելի ասել, որ այդ հնարավորությունները ամեն դեպքում իրանք սահմանափակ են եւ Իրանի հետ լայնածավալ պատերազմի համար մեծ հավանականությամբ սա կարող բավարար չլինել։ Բացի դրանից պետք է հաշվի առնել, որ Իրանը կիրառելու էր բոլոր իր հնարավորությունները, ԱԹՍ-ները, այսինքն հարվածի համար այս ուժերը կարող է բավարար հայտնվեն, բայց
պաշտպանողական գործողությունների համար, հետո երբ Իրանը հարված կհասցներ ի պատասխան հենց Իսրայելի ուղղությամբ, մենք կարանք ձեր հետ միասին հստակ արձանագրենք, փաստացի, որ սա կարող է այս ուժերը բավարար չլինեին։ Այդ նպատակով մենք ձեր հետ միասին տեսնում էինք շատ հետաքրքիր ուրեմն շարժ Ռուզվելտի նավերի, նավ, որի անունն է Ռուզվելտ, բայց շատ կարևոր է, որ ընդգծեմ, որ այս Ռուզվելտ նավը ինքը իրականում ավիակիր խումբը Ռուզվելտը չէ, ուրիշ նավ է, հասարակ նավ է, էսմինեց է, եւ կործանիչ կարելի այսպես կոչել, հա, հայերեն երևի, որը Կարմիր ծովում է գործում, որը ունի բազմաթիվ տոմոհավկ ձևաչափի հրթիռներ, բայց դա նաև բավարար չէր, եւ ես կարծում եմ հենց Միացյալ Նահանգների որոշումը վերաբերվում է եւ կախված է նրանից, որ այդ որոշումները բավարար այդ հնարավորությունների պակասության իրավիճակում Դոնալդ Տրամփին զեկուցել են, որ այս ուժերը բավարար չեն լինի Իրանի ռեժիմը տապալելու համար, որովհետև հարվածից հետո ուժերը պետք է անցնեն դեպի պաշտպանողական գործողություններ եւ բավարար չի լինի արդեն հարվածների համար, ուստի պետք է կոնցենտրացնել ել ավելի մեծ ուժեր, եթե Միացյալ Նահանգները պատրաստվում են ռազմական գործողություններ վարել, այսինքն եթե պատրաստվում են հարվածել Իրանին։ Եվ հիմա ձեր հետ միասին մենք կտեսնենք, թե ինչպիսի իրավիճակ է այս պահին, ինչը շատ կարևոր է եւ որի մասին շատ քիչ խոսակցություն կա։ Պետք է ասեմ, որ Կատարում Ալ-Ուդեյդ, ուրեմն ռազմական օդանավակայանը շարունակում է իր գործունեությունը ակնհայտորեն, որովհետև մի պահ դադար կար եւ դուրս էին բերում հարվածի հենց ժամանակ այդտեղից ինչ-ինչ քանակի զինծառայողներ, ընտանիքներ ավելի ճիշտ, բայց հիմա արդեն ակնհայտ կարելի ասել, որ ռազմակայանը մեծ ծավալով հիմա աշխատում է, պատրաստվում է։ Ալուդեյտում 10,000 մոտավորապես ամերիկյան զինծառայող է, ամենամեծ ամերիկյան ռազմակայանը Մերձավոր Արևելքում եւ BBC տվյալներով ուրեմն Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը այդտեղից հանել էին եւ շարունակում են հանել ընտանիքի անդամներին այդ զինծառայողների, որ ռազմական գործողությունների ժամանակ այդտեղ ներկա չլինեն։ Բացի դրանից Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել իր աշխատակիցներին, որ ուրեմն դեպի ռազմակայան հաճախ չգնան, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Իսկ Միացյալ Թագավորությունը առհասարակ փակել է իր դեսպանությունը ուրեմն Թեհրանում, որը ունի Միացյալ Նահանգները չունեն հարաբերություն, բայց Միացյալ Թագավորությունը ունի։ Բացի դրանից պետք է ասել, որ Միացյալ Նահանգները մի մասը իրանց այդտեղից ուժերի անցկացրել են ուրիշ ռազմակայանների վրա եւ դեպի նավեր եւ սա նպատակ ունի պաշտպանելու։ Հետաքրքիր է, որ սա փաստացի տեղի է ունեցել հունվարի 18-ին, այսինքն խոսք է գնում այսօր հունվարի 20-ն է, 2 օր առաջ Միացյալ Նահանգները այդ ակտիվ այդ շարժը շարունակում են։ Բացի դրանից մենք ինչպես նոր խոսեցինք, տեսնում ենք Միացյալ Նահանգների ռազմական ուժի ել ավելի կոնցենտրում։ Փաստացի նաև պետք է ընդգծեմ, որ The Jerusalem Post միջազգային պարբերականի իսրայելական ծագում ունեցող Միացյալ Նահանգները լրջորեն աճեցնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում։ Դեպի տարածաշրջան է գալիս այս պահից ուրեմն Ճապոնիայի հատվածից դեպի Իրանի հատված ավիակիր հարվածային խումբը եւ Աբրահամ Լինկոլն ավիակիրը եւ իր հարվածային խումբը մի քանի ուրեմն մեծ հարվածային նավերով, որոնք արդեն անցել են Մալաքի նեղուցը, այսինքն Սինգապուրի հատվածը արդեն անցել են եւ 3-4 օրից մոտավորապես, այսինքն հունվարի 24-ի 25-ի համար արդեն կլինեն Իրանից ոչ այդքան հեռու եւ հնարավորություն կունենան ռազմական գործողություններ վարել։ Բացի դրանից դեպի Հորդանան են ուղարկված եւս 12 ուրեմն ինքնաթիռ F-15-ներ,
որոնք նաև պատրաստվում են ռազմական գործողությունների համար, եւ մենք նաև տեսնում ենք շատ կարևոր եւ հետաքրքիր գործողություններ, որոնք վերաբերվում են հունվարի 18-ի դրությամբ նորից 2 օր առաջ Դիեգո Գարսիա ռազմակայանի վրա, որը Հնդկական օվկիանոսում է, կղզի է, այդտեղ Միացյալ Նահանգների կարևորագույն ծանր ինքնաթիռների եւ այդ թվում ինքնաթիռներ, որոնք պետք է լիցքավորեն այդ հարվածային ինքնաթիռները օդում, այդպիսի ստրատոտանկերների ձևաչափի ինքնաթիռները լուրջ քանակով ուղարկվել դեպի Դիեգո Գարսիա։ Հիշեցնեմ ձեզ, որ Դիեգո Գարսիայի ռազմակայանը ակտիվ օգտագործվում էր Միացյալ Նահանգների կողմից հենց այն ժամանակ, երբ փաստացի այդ հարվածները տեղի ունեցան Իրանի դեմ 2025 թվականի ուրեմն հունիսի 12 օրվա այդ պատերազմի ընթացքում, երբ Միացյալ Նահանգները լուրջ հարվածներ հասցրեցին Իրանի դեմ, եւ մենք ձեր հետ միասին դա նաև գիտենք եւ տեղյակ էինք այդ զարգացումներից։ Բացի դրանից, ABC News-ը հունվարի 16-ի դրությամբ ասում է, որ Աբրահամ Լինկոլնի այդ ուղարկումը նաև լուրջ հնարավորություն ունի, որովհետև տարածաշրջանում հիմա մոտավորապես 30,000 ամերիկյան զինվոր է տեղակայված Կատարում, Հորդանանում, Սիրիայում եւ Իրաքում, բայց Աբրահամ Լինկոլնի ավիակիրի խումբի ուղարկումը լրջագույն ձևով կհզորացնի հնարավորությունները Միացյալ Նահանգների ուժ կիրառել ուրեմն Իրանի դեմ։ Բացի դրանից տարբեր հատվածներից ավիակիրին միանալու են կրեյսերներ, ուրեմն կործանիչներ եւ նաեւ ավիակիրի կարելի է ավելացնել նաեւ ինքնաթիռների քանակը եւ սրանով հասցնել շատ բարձր մակարդակի։ Նաև պետք է ասել, որ հունվարի 16-ի դրությամբ, երբ բոլորս փաստացի սպասում էինք այդ հարվածի եւ ասացի, որ վերջի րոպեին Միացյալ Նահանգները չեղարկեցին այդ հարվածը, կարելի ասել, որ տարածաշրջանում առհասարակ չկար որևէ ամերիկյան ավիակիր։ Առանց ավիակիրի Միացյալ Նահանգների համար վարել լայնածավալ ռազմական գործողություններ Իրանի պես մեծ պետության դեմ շատ բարդ է, շատ բարդ է։ Բացի դրանից պետք է ասել, որ արդեն տեսնում ենք, որ այս Աբրահամ Լինկոլն ավիակիրը շատ ակտիվ է շարժվում, այսինքն շուտ է փորձում հասնել դեպի Մերձավոր Արևելք եւ Աբրահամ Լինկոլնի վրա կա F-35-ներ, այսինքն շատ լուրջ հնարավորություններ, ուրեմն F-18 հատուկ այդպիսի ձևաչափի զենք ինքնաթիռներ նկատի ունեմ եւ հատուկ հենց ավիակիրի համար է նախատեսված ռադիոէլեկտրոնային պայքարի նաեւ ինքնաթիռներ, ինչպես նաեւ ռադիոլոկացիոն ինքնաթիռներ։ Բացի դրանից կան տեղեկատվություններ նրա մասին, որ Հորդանանում եւ Բահրեյնում եվրոպական պետությունները, հատկապես Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը ուղարկում են ուրեմն իրանց Տայֆուն ինքնաթիռները եւ տեսնում ենք նաև լուրջ աճ տարածաշրջանում եվրոպական այդ ուժերի։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ լայնածավալ ռազմական գործողությունների համար Միացյալ Նահանգների այդ ուժերը տարածաշրջանում բավարար չէին եւ այս պայծրությամբ այդ ուժերը համալրելու եւ բավարար դարձնելու ուղղությունով ակնհայտորեն տեղի են ունենում գործողություններ։ Պետք է նաև ձեր հետ միասին արձանագրենք, որ Միացյալ Նահանգների հայտարարությունները ներառում էին, որ օգնությունը ճանապարհին է, ինչը կարելի ասել, որ դեռ այդպես է, որովհետև փաստացի ճանապարհին է մեկ ավիակիր առնվազն, բայց եւս ես ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ կա երկրորդ ավիակիրը, որի մասին տեղեկատվություններ, հարգելի հայրենակիցներ, փաստացի չկա, որովհետև անջատած է այդ բոլոր հնարավորությունները, որի միջոցով կարելի է վերահսկել երկրորդ ավիակիրը եւ այդ երկրորդ ավիակիրը ուրեմն դա Ռուզվելտ ավիակիրն է, որը շարժվում է ուրեմն Միացյալ Նահանգների հատվածից հենց մոտավորապես Նյու Յորքի հատվածից Նորֆոլկի այնտեղ մեծ ռազմակայան, որը կա Միացյալ Նահանգների եւ արդեն մի քանի օր է զուգահեռ
ուրեմն Աբրահամ Լինկոլնի շարժվում է դեպի այս ուղղություն, այսինքն դեպի արևելյան միջերկրական ծով, որը նաև շատ մեծ հնարավորություն կտա պաշտպանել Իսրայելը։ Այսինքն մենք հավանական է, որ երկու ավիակիրի հետ գործ ունենանք, Հիբրալտարի մոտ պետք է լինի արդեն այդ ավիակիրը եւ փաստացի նույն ժամանակահատվածում պետք է հասնեն այդ երկու ավիակիրը Իրանի ուղղությամբ, մեկը հենց Արաբական ծովի այդտեղ հարավային հատվածում, իսկ մեկը Իսրայելի մոտ այդ հատվածում եւ փաստացի մենք ձեր հետ միասին դա կարող ենք տեսնել, որ տեղի է ունենում։ Եվ հետաքրքիր է, որ դա նաև 5 օրից մոտավորապես արդեն պատրաստ երկուսն էլ հասած կլինեն։ Բացի դրանից, Տրամպը ուրեմն չի մերժել հավանականություն, որ կարա ուժ կիրառի եւ օգնի այդպիսով ցուցարարներին։ Եվ կարելի ասել, որ այդ օրակարգը դեռ մնում է այս ընդհանուր տրամաբանության մաս։ Այս պահի դրությամբ, այսինքն հունվարի 20-ի դրությամբ կարելի է ասել, որ ցույցերը Իրանում այլևս տեղի չեն ունենում եւ իշխանությունները կարողացան բռնի ուժ կիրառելով ուրեմն կանխել այդ ցույցերը, բայց ֆինանսական ճգնաժամը, ջրի պակասությունը, գնաճը եւ ուրիշ նաեւ հարցերը մնում են չլուծված, այսինքն ցույցերի պատճառները բավարար են, բայց կարելի է ասել, որ նոր ցույցերի ալիք կարող է տեղի ունենալ, բայց ժողովուրդը վախեցած է հիմա այն իրավիճակով, որը ձևավորված է։ Միացյալ Նահանգները այս փուլում առնվազն մի քանի օրվա ընթացքում հաստատ չեն դիմելու իմ պատկերացումով ռազմական գործողություններին, մոտակա մի քանի օրվա ընթացքում, բայց դրանից հետո հավանականությունը ռազմական գործողությունների Միացյալ Նահանգների կողմից լրջորեն աճում է, որովհետև երկու այդ ավիակիրը, առնվազն մեկը հաստատ, երկրորդն էլ մեծ հավանականությամբ, չգիտենք, անջատած է այդ տեղեկատվությունները, կարող է լինեն արդեն մոտ եւ փաստացի ստեղծեն հնարավորություն, որ սկսի Միացյալ Նահանգները նորից այս թեման բարձրաձայնել, թեժացնել այս թեման եւ ուժ կիրառելու ուղղությունով պատրաստվել։ Պետք է ասել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները այդ ծավալի կպահանջեն շատ լուրջ ներդրումներ եւ շատ լուրջ հնարավորություններ, ուստի երկու ավիակիրը եւ մնացած այդ ուժերը միասնական առումով հնարավոր է, որ կարողանան դա ապահովել։ Բայց այստեղ կա եւս մեկ կարևոր հարց, որ 12 օր էր տեղի ունենում պատերազմը հունիսի ընթացքում եւ հիմա եթե այդ պատերազմը նորից տեղի ունենա, ապա սпасել, որ այդ հարվածները մի քանի օրվա ընթացքում կավարտվեն, դա լուրջ չէ իմ պատկերացումով, որովհետեւ առնվազն շաբաթներ պետք է լինի, որ ամեն օր հարվածներ հասցվի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Առաջերտին Միացյալ Նահանգները Իսրայելը դեռ չեզոք է մնում, ասում է, որ Իսրայելը չի պատրաստվում մասնակցել այդ ռազմական գործողություններում, առնվազն դեռ, բայց եթե Միացյալ Նահանգները հարվածեն Իրանին, Իրանը հարվածելու է Իսրայելին։ Իսրայելին Իրանը երբ որ կհարվածի, Իսրայելն էլ կհարվածի Իրանին եւ դրանով Իսրայելի մասնակցությունը պատերազմում անխուսափելի է։ Երբ կարա այս սա ամեն ինչ տեղի ունենա։ Կարծում եմ 5 օր հետո իրավիճակը կսկսի թեժանալ, ավելի մեծ հավանականություն կա, եւ դա հունվարի 25-ն է մոտավորապես անում, բայց դրանից հետո կարա շաբաթների ընթացքում տևի այդ իրավիճակը եւ սրվի այդ իրավիճակը կամաց-կամաց միջև հասնենք այն դրության, երբ արդեն ակնհայտորեն հավանականությունը նորից կլինի բարձր։ Այսինքն մոտակա շաբաթների ընթացքում հավանականությունը այսպիսի փետրվարի ավելի հատվածում հավանականությունը ռազմական գործողությունների մնում է բարձր։ Եվ ասեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, որ տարբեր ռազմակայանները, այդտեղ զինվորները ստացել են տեղեկատվություն, որ փետրվարում որևէ բան չպլանավորեն, որովհետև շատ զբաղված են լինելու Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը պատասխանատու է Մերձավոր Արևելքի ուղղությամբ, իրանց գլխավոր վայրը գտնվում է Տամպայում, Ֆլորիդայում եւ այդտեղ նաեւ բոլորով կառավարում են այս Մերձավոր Արևելքում գտնվող ուժերը, իրանք ուրեմն
զգուշացրել են իրանց, որ շատ ուրիշ բաներ չպլանավորեն փետրվար ամսի համար, ինչը եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ռազմական գործողությունների հավանականությունը մնում է բարձր։ Եվ օրերս փաստացի 2 օր առաջ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել եւ ասել է, որ Այաթոլլահ Խոմեյնին մարդասպան է եւ այլն, եւ անպայման իր իշխանությունը պետք է ավարտվի։ Այսինքն, չնայած նրա, որ հարվածներ չի հասցրել, այս թեման չի թողնում, որ սառի Դոնալդ Թրամփը եւ շարունակում է տակ պահել այս թեման, ինչը նաեւ մեզ հուշում է, որ մոտակա ապագայում կվերսկսվի Իրանի այս թեման, եւ մենք ձեր հետ միասին, երբ անհրաժեշտ կլինի, իհարկե նորից կխոսենք այս հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ այսօրվա մեր վերլուծությունը օգտակար էր եւ կարեւոր եւ հետաքրքիր ձեզ տվյալներ եւ տեղեկատվություն տվեցի։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։